ՀՀ ռազմարտությունաբերական կոմիտեի նախկին նախագահ Հայ-Աքվե միավորման անդամ Ավետիք Քերոփյանը մեր տեղեկություններով ընդգրկվել է դեմ են բոլորին քաղաքական ուժի ցուցակում, որն ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել։ Դեռ շաբաթներ առաջ տեղեկություն ունեինք, որ Քերոփյանը դուրս է գալիս Հայ-Աքվեից, բայց նա ոչ հաստատել, ոչ հերքել էր այդ տեղեկությունը, ասելով, որ սպասում է որոշ զարգացումների։ Հիմա, երբ Հայ-Աքվեն որոշել է չառաջադրվել, այլ աջակցել ընդդիմադիր ուժերին, ըստ ամենայնի Ուժեղ Հայաստան կուսակցությանը, Քերոփյանը վերջնական որոշում է կայացրել եւ մտել ցուցակ։ Մեծ զրույցում Ավետիք Քերոփյանն ասաց. «Երևի թե գիտեք, թե ինչ է բոլորին դեմ եմ եւ ինչ նշանակություն ունի այդ ցուցակը։ Ընդհանրապես տեխնիկական միջոց է ընտրություններին մասնակցելու։ Այդ ցուցակում որևէ մեկը ԱԺ-ում падգամավոր դառնալու մտադրություն, կարիք կամ հնարավորություն չունի»։ Իրավապահ մարմնից ստացված տեղեկատվությամբ դեռևս 2023 թվականին Արցախի անկումից հետո ՀՀԱԱԾ-ում այսպես կոչված արցախցիների ստորաբաժանում է բացվել, որտեղ աշխատանքի են տեղավորվել Արցախի անվտանգության ծառայությունում աշխատած եւ Հայաստան եկած պաշտոնյաները։ Ասում են, հենց նրանց միջոցով էլ վերահսկում են արցախցի գործիչների եւ առհասարակ արցախցիների շարժերը։ Նրանք են տեղեկատվություն փոխանցում իշխանություններին, թե ինչ է կատարվում արցախյան շրջանակներում։ Կանդազի գործում էլ է նման ներգրավվածություն եղել, հավաքագրել են բոլոր նրանց, ովքեր կարող էին հնարավոր շփումներ ունենալ Արթուր Ավետիսյանի Կանդազի գործով։ Հրապարակի տեղեկություններով Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակներում մեղադրանքի առաջադրվել 10 տարի պաշտպանության փոխնախարարը, ապա 2017-ից 2020 թվականներին արտակարգ իրավիճակների փոխնախարար աշխատած Արա Նազարյանին։ Նա մի շարք զինվորականների հետ անցնում է մի քրեական վարույթով, որը վերաբերում է ՊՆ-ի կողմից բնակարաններ հանձնելուն։ Պարզելու համար թե կոնկրետ ինչի մասին է խոսքը, փորձեցին կապվել Նազարյանի կամ նրա փաստաբանի հետ, սակայն չհաջողվեց։ Վերջին տարիներին Նազարյանը հանրության տեսադաշտից անհետացել է, հայտնի չէ թե այժմ ինչով է զբաղվում։